ես, ոնց եմ կարոտել։ Ոնց կուզեի հիմա կողքս լինեիր։ Այ Աստված իմ ես մենակությունն ինչ սարսափելի բան է։ Իմ սիրտ տղա։ Նվարդ։ Նվարդ։ Աստված իմ ես տան ինչպես միշտ մարդ չկա։ Բարև ձեզ տիկին Լիդիա։ Միքայել ջան, բարև, այս ժամին ուստեղ ինչ ես անում։ Կներեք, որ այս ժամին անհանգստացնում եմ։ Ուղղակի մի հատ խոսելու բան ունեի, կարող ենք զրուցել։ Արի, իհարկե։ Ինչ համար ես ինձ կանչել։ Բարի երեկո։ Բարև, ինչ ա եղել, ինչ ես ուզում։ Ուզում եմ խոսենք, պարզաբանենք ամեն ինչ, որտեվ այս տոնդ ինձ հեշտ դուր չի գալիս։ Ինձ էլ շատ բան դուր չի գալիս, բայց ոնց որ դու դա չես նկատում։ Դրա համար եկել ենք ստեղ, որ ամեն ինչ պարզաբանենք։ Ռեբեկա, դու իմ ընկերուհին ես, ու այս ամեն ինչ շատ անհանգստացնում։ Լուրջ։ Իմ մասին մտածելով ես ինձ անընդհատ դրանց մոտ նվաստացնում։ Ես ինչ անում եմ, քո համար եմ անում, բայց դու քեզ ոնց որ կորցրած լինես։ Իսկ միգուցե դու այնքան էլ ազնիվ չես, ու դու այդ ամեն ինչը անում ես, որ Դավիթի աչքին բարձրանաս։ Ռեբեկա, եթե ես ուզենա Դավիթի աչքին բարձրանայի, հիմա իր կողքին կլինեի, այլ ոչ թե ստեղ քո հետ խոսելուց։ Բրավո, շատ մեծ լավություն ես արել ինձ, ապրես։ Ռեբեկա, հերիք հայլի տենց արհամարական ու վիրավորական տոնով խոսես։ Ես ուզում եմ։ Հերիք ասես, հա մագա, թե դու ինչ ես ուզում։ Հերիք ասես, որ դու շատ լավն ես։ Ես գիտեմ դու ինչ ես ուզում ասես։ Ուզում ես ինչ ասես, ես խելոք անեմ, որ դու հանգիստ քո Դավիթի հետ ման գաս։ Որ ես չխանգարեմ ձեզ, որ իմ պատճառով էլ Դավիթի հետ խնդիրներ չունենաս։ Ռեբեկա, դու շատ սխալ ես մեկնաբանում։ Ես ուղղակի բարձր ձայն ասում եմ այն, ինչ դու մտածում ես։ Ազնիվ չի ես ամենը, Ռեբեկա։ Այդ իրականությունն է, ու պետք չի երկերեսանություն անել ու ինձ փորձել հակառակը ապացուցել։ Ռեբեկան էլ առաջվա հիմարը չի, ինձ ոչ մեկ չի կարող խաբել։ Ռեբեկա, մի արա այդպես։ Լրիվ գժվել է այս աղջիկը։ Մարի ջան, հյուրեր ունես, վերկաց դիմավորի։ Չեմ ուզում ոչ մեկին տեսնեմ։ Ոնց, մեզ է։ Արմեն, անակնկալ։ Դե ինձ ամեն օր տեսնում ա, դրա համար ես հեչ գրկել համբուրել չկամ։ Շուշ է, կստարնի ասա։ Ոնց եք։ Լավ, դու ոնց եք։ Հոյակապ։ Միքայել ջան, գոնե հյութ չես խմի։ Չէ, մերսի տիկին Լիդիա։ Լավ, ոնց կուզես, ասա տեսնեմ ինչ խնդիր կա, որ ուզում էիր իմ հետ խոսել։ Տիկին Լիդիա, դու գիտեք ես ես ինչքան եմ սիրում, հարգում ու ձեր արած քայլերը անգնահատելի են իմ համար։ Թե դուք ոնց մեր կողքին եղաք այդ դժվար պահին իմ մոր հանդեպ էլ ինչ վերաբերմունք եք ցույց տվել ու ցույց տալիս մինչև հիմա։ Դե Միքայել ջան, դու գիտես ես քեզ իմ ընտանիքի, իմ տան երեխու նման եմ վերաբերվում ու դրա մասին խոսելու կարիք չկա։ Կներեք տիկին Լիդիա, բայց ես ամեն դեպքում այդ ամեն ինչը շեշտելու, հիշելու կարիք գտնում եմ, որովհետև էլի ասում եմ դա անգնահատելի է իմ համար։ Ու որպես հարազատը հարազատի ես մի խնդրանք ունեմ ձեզ։ Ինչ է պետք, Միքայել ջան, ասա, խնդիր չկա, դու գիտես, եթե կարողանամ օգնել, ուժերից ներածին չափով ամեն ինչ կանեմ։ Ես ուզում եմ ձեզ խնդրել, որ իմ համար շատ հարազատ ու մտերիմ մի մարդու հանդեպ այդքան դաժան չգտնվեք։ Ոնց տեսնում եմ, հասկացաք, որ խոսքը Մարիի մասին է։ Հա, հասկացա։ Բայց չեմ հասկանում, թե ինչ ես այդ ամեն ինչը հիմա ինձ ասում։ Տիկին Լիդիա, ասում եմ, որովհետև Մարին իմ համար շատ հարազատ մարդ է ու ես կարծում եմ ինքը մեղք չունի այս կատարված իրադարձությունների մեջ։ Այսինքն թե Տիկին Արևշացյանի, թե ձայց Կարոյի արարքների մեջ ինքը ընդհանրապես մեղք չունի։ Իսկ չես կարծում, որ հենց Մարին է մեղավոր Կարոյի հետ տեղի ունեցածի մեջ։ Եթե անկեղծ լինեմ, ես գտնում եմ, որ մենակ այդ ամեն ինչը կազմակերպողն է մեղավոր։
Լավ Միքայել ջան, եթե չես հասկացել, բացատրեմ։ Մարիի պատճառով է, որ ես համարյա կորցնում եմ երեխուս։ Որ ես այդքան երկար ժամանակ երեխուս հանդեպ կարոտով մնացի։ Համարյա բաժանվում էի ամուսնուցս։ Ու հենց իր պատճառով է, որ ես այսօր մնացել եմ մենակ։ Տիկին իձա, խնդրում եմ այդպես մի ասեք, դուք մենակ չեք։ Ես Էրիկին իմ եղբորպես սիրում եմ ու կխնդրեմ ին վրա էլ նույն կերպ հույս տնեք, ինչքան Էրիկի վրա։ Շնորհակալ եմ Միքայել ջան։ Մեկ-մեկ ինձ թվում է այս ամենը իմ հետ չի կատարվում, ոնց որ ինչ-որ վատ երազի մեջ լինեմ։ Ոչինչ, Պստո ջան։ Հենց այդ հանցագործին գտնեն, նստացնեն, Կարոնը լավանա, ամեն ինչ առաջվա պես է լինելու, լավ է լինելու։ Ոչ թե ամեն ինչ առաջվա պես կլինի, այլ ավելի լավ կլինի։ Հա, հաստատ, հենց տենց է լինելու, այնպես որ քիթիկը չկախես բարձր պայ, բարձր։ Ես համոզված եմ, որ Կարոյի ապակինվելուց հետո Մարին ու ինքը հաշտվելու են իրար հետ։ Ու իմ ընկերու աչքերը էլ ավելի սիրուն կժպտան, չէ՞ Մար։ Չգիտեմ։ Ինչը չգիտես։ Նա եթե ինչ-որ բան կա չգիտես, ասա ես ու Շուշին քեզ կասենք։ Չէ, Շուշի ջան։ Հենց դրա համար էլ եկել ենք, ինչ չգիտես, ասենք իմանաս։ Ես հիմա ուղղակի չեմ պատկերացնում այդ ամեն ինչը, ու ոչ էլ մտածում եմ այդ մասին։ Ու ինձ թվում է, որ այս եղածն է դեմ ու Կարոյի հարաբերությունների մեջ ոչ մի բան չի կարա փոխի։ Մար խոսում ես էլի, ոնց կարա տենց լինի։ Հիմա իմ համար ամենակարևորն է, որ Էրիկի papan շուտ ոտքի կանգնի։ Մար, Կարոն իր քայլերով քեզ ապացուցել է, որ ինքը ինչքան էլ Էրիկի, այդքան էլ քո papan է։ Ունես որ ասում եմ քո իր հանդեպ ունեցած այդ բացասական էմոցիաները ամբողջը դնես մի կողմ, որ ավելի շուտ քո մոտ ամեն ինչ դզվի։ Ես քեզ հաստատ ասում եմ, այդպես լավ է լինելու։ Ես Կարոյի հանդեպ ունեցած վիրավորանքը կարամ մի կողմ դնեմ, բայց իրան հայր ընդունել չեմ կարող։ Չի ստացվում, ու ես պատրաստ չեմ դրան հիմա։ Համենայն դեպս հիմա ես տենց եմ մտածում։ Ու երեխեք չեք պատկերացնի ոնց եմ ուզում այս ամեն ինչը շուտ ավարտվի։ Չմտածես Մար, մենք բոլորս քո կողքին ենք ու ամեն ինչ անելու ենք, որ այս շրջանը հեշտ ու արագ հաղթահարես։ Հա, հաստատ։ Շոհուշ, ասում եմ ամեն օր կարելի է փաբից մի երկու ժամ շուտ դուրս գալ Մարին տեսակցության։ Կամ էլ ցերեկները Մարին փախցնում ենք տանում ենք փաբ, որ այդ մածավանջից դուրս գա, էլի քիչ մտածի այդ ուղղությամբ։ Ճիշտ է ասում Արմենը, համ էլ երեքով հաճախորդների հախից ավելի հեշտ կգանք։ Հա, ու մի բան էլ։ Մարի, քանի ես վիճակում ես, առանց տարնեցիներին զգուշացնելու տանից դուրս մի արի։ Մերք են տատիկը դու մամատ։ Մի կողմից էլ մենք։ Հերիք է էլի այդ մարդկանց ստրեսի ենթարկել։ Բոլորդ խոսում եք մենակ ձեր ստրեսների ու վախերի մասին։ Իսկ ինչ որ մեկդ մտածել է, թե ես ինչ վախերի մեջ եմ։ Հա, մտածել ենք ու հասկանում ենք, Մար։ Մար, բայց ով ասաց, որ քո դրության մեջ չենք մտնում։ Որովհետև բոլորը ինչ որ սպասելիքներ ունեն ինձնից։ Բոլորը ասում են, թե ինչ անեմ, այստեղ չգնամ, այնտեղ չգնամ, ինձ սենց պահեմ։ Բայց հասկանում եք ինչքան դժվար է այդ վախի մեջ ապրելը։ Մարտես ես ինչ վախերի միջով եմ անցել։ Մինչև Արցախից հասել եմ Երևան։ Ու մինչև հիմա էլ վախերի միջով եմ ապրում։ Ու ամեն օր սպասում եմ, որ պապայիս մասին մի լուր իմանամ։ Հավատամ, բոլորս էլ ունենք վախեր։ Ուղղակի պետք չի տակ գլխով ինչ որ բաներ անել, ու հետո անելուց առաջ պետք է հետևանքների մասին մտածես։ Լավ, հասկացա ձեզ։ Դու պատմի Շուշի, առաջին օրդ ոնց անցավ փաբում։ Երեխեք։ Ինչ ա եղել։ Ինչ ես նեղում։ Երեխայը սխալվել է, որ մեկս մեր կյանքում չենք սխալվում։ Օրինակ քո ամենամեծ սխալը Կարոնն է։ Շատ ճիշտ համեմատություններ, մամ ջան։ Ես ուզում եմ ասել, որ սխալվելը մարդու համար է։ Ես հիմա նեղված եմ ոչ թե Մարիի արարքից, այլ իր խոսքերից։ Երևի մի քիչ ճնշել ես, երեխան էլ մի երկու բառ ավել է ասել։ Մեզ թվում է, որ մենք ամեն ինչ փորձում ենք անել իրենց համար։
անհանգստանում ենք եւ այդքանը բավարար է։ Հույս ենք տալիս մեզ։ Բայց իրականում երբեք չենք փորձում մեզ իրենց տեղը դնել։ Հենց դու ամբողջ օր երեխեքի մասին մտածելով գնում գալիս ես։ Հա, մամ, բայց դրանից ավել երբեք ոչ մի բան չեմ արել։ Մտածելը անհանգստանալը դրանք քիչ են։ Հիմա եմ սկսում հասկանալ, որ նրանք մեզնից ակնկալում են, որ մենք փորձենք իրականում հասկանալ իրենց։ Իրենց տեղը դնենք մեզ։ Դե դու գիտես, որ երեխեդ նեղված է, սիրտը ցավում է։ Դու ներքուստ դա չես ընդունում։ Այդքան բա։ Ինչ, կարող ասես սխալ է։ Ոչ, ես գիտեմ ինչ եմ ասում։ Այնքան նեղված էր Մարիս։ Հուսամ գոնե Արմենն ու Շուշին կկարողանան տրամադրությունը բարձրացնել։ Չկասկածես մենակ Մարիի դեմքը տեսներ, երբ տեսավ այդ երկուսին։ Այդ հարցում շատ հանգիստ եմ։ Մարի շատ լավ ընկերներ ունի։ Այդ մեկը ճիշտ։ Ինչ լավ է որում։ Էսա մի քանի րոպեից պատրաստ կլինի։ Տանեմ երեխեքը թող տակ ուտեն։ Ամել կստուգեմ ինչ վիճակ է։ Մեկնելուսի կմտածի ականջս սնելու։ Ինչ լավ է, որ բացի երեխաներից ու մեզանից տանը մարդ չկա։ Դե չէ կմտածեմ, ինչ ականջ դեմ ուխտատիկ է։ Տեսնում եմ ոչ մի բացակա չունենք։ Շատ լավ է։ Մենք էլ հուսով ենք, որ ձեր հրաշալի տրամադրությունը կապահովի մինչև դասի վերջ։ Եթե այդպիսի պլաններ ունես իմ տրամադրության հետ կապված, հուսամ գոնե դասը սովորել ես։ Տիկին Ալեքսանդրյան, մեր չոփը միշտ պատրաստ է։ Ուղղակի հիշողության խնդիր ունի, պետք է իրան հիշացնենք, որ վերհիշի։ Հա, ճիշտ ասում Տիկոն։ Դե հիշեք, քանի ունեք հնարավորություն, որովհետև հենց սկսեցի հարցնել, այդ հնարավորությունից զրկվելու եք։ Ամեն ինչ նորմալ է, երեխաներ։ Հա։ Պարզ է։ Դե ասեք ինչ է պատահել։ Թե չէ մեր մտերմիկ զրույցը կընդհատեմ և կանցնենք դասի։ Ասում են, թե միանգամից կյանքում ոչինչ չի պատահում։ Ոչ մի կարպետ ու ոչ մի գորգ միանգամից չի պատրվում։ Միանգամից բեռ չի շինվում ու չի քանդվում միանգամից։ Միանգամից ձյուն չի գալիս ու չի փչում թեկուզ քամի։ Ու չի փչում քամի։ Փնտրում ես դու ինչ-որ հանցանք, հեգնում ես ինձ ու չես ներում։ Բայց կա ինչ-որ մի կարեկցանք քո հեգնական ժպիտներում։ Հեգնում ես ինձ ու նախատում, բորբոքում ես կռիվ ու վեճ, բայց կա ինչ-որ մի քաղցրություն,
քո դառնագին խոսքերի մեջ։ Ախոնքերդ ես հաճախ գիտում։ Նայում ես ինձ այնպես մռայլ, բայց կա ինչ-որ մի քնքշություն քո անողոք դեմքի վրա։ Հաճախ այնպես խայթում ես դու։ Սրտիս այնպես վիշտ ես բերում։ Բայց կա ինչ-որ մտերմություն քո անողոք դեմքի վրա։ Մերթ փարվում ես ինձ հովի պես, մերթ հողմի պես ինձ չարչարում։ Ախ, երբ այդպես շոյել գիտես, էլ ինչու ես ցավ պատճառում։ Ապրես Նարէ ջան։ Շատ գեղեցիկ էր, նստիր։ Էլով կուզի արտասանալ։ Ոչ մեր սիրելն է նման սիրելու, ոչ բաժանումը բաժանում եղավ, հազիվ լսելի ձայն կար հեռու, աղմուկների մեջ ծնվեց ու մեռավ։ Ոչ մեր սիրելն է նման սիրելու, ոչ բաժանումը բաժանում եղավ, հազիվ լսելի ձայն կար հեռու, աղմուկների մեջ ծնվեց ու մեռավ։ Ապրես։ Ոնց հասկանում եմ, այսօր մեզ մոտ պոեզիայի երեկո է։ Մեր դեպքում առավոտ։ Էլով է ուզում արտասանել։ Տիգրան։ Երբ այն գրքերը, որ նա է կարդում, դու չես շտապում անհամբեր կարդալ։ Երբ այն ինչ նա է սիրում, կարոտում, սիրով չես նայում ու մտերմաբար։ Երբ միայն ու միայն նրան գրկելիս սիրահարված ես զգում անսահման, երբ չես կարոտում դեռ բաժանվելիս, զգա, որ արդեն չես սիրում նրան։ Սերն ուրիշ բան է, երբ դու թաքուն քո աշխարհում ես, գաղտնիքները քո, երբ առանց նրա կարող ես կյանքում երջանիկ լինել քո հարկի ներքո։ Համեմատում ես, երբ նրան անվերջ։ Երբ նկատում ես, որ լավերը կան, երբ միակը չեն աշխարհում քո մեջ։ Զգա, որ արդեն չես սիրում նրան։ ման գալիս, դու մի ասես տեղ նստած ա։ Ինձ ինչի ես ման գալիս։ Մենակ չասես կարոտել ես, չեմ հավատա։ Ոյ, մի հավատա, որովհետև այս պահից սկսած մինչև կյանքիս վերջը, որ քեզ չտեսնեմ, մեկը հաստատ չեմ կարոտելու։ Քեզ եմ ման գալիս, որ գնաս այդ 8B-ի դասին։ Չգնաս իրար կուտեն։ Ոյ, ինչ ուզում են թողանեն, ես ոչ միտեղ չեմ գնալու։ Ոնց թե։ Ոնց թե չեմ գնալու։ Տենց, չեմ ուզում, չեմ գնում։ Մակարյան, քո մոտ ամեն ինչ նորմալ է։ Չգիտեմ, երևի այո։ Թե երևի այո։ Եթե այո, ուրեմն գնա 8B եւ դասդ արա։ Թե չէ այդ երեխեքը իրար կուտեն։ Դուխիկ։ Ես չեմ հասկանում, դու ես ամբողջ մեծ դպրոցում ուրիշ գործ չունես, որ եկել ես քեզ չվերաբերող հրամաններ ես տալիս։ Ասեցի չեմ գնում, գնա գործերիդ։ Պատկերացրա, ես այնքան գործ ունեմ, որ քիչ ծփելու ժամանակ չունեմ, բայց ընկած եմ քո դարդը լացելով։ Իսկ կլինի քո դարդը լացես ու գնաս քո գործերին։ Չէ, չի լինի, որովհետև դու պետք է գնաս 8B դասի։ Ասում եմ չեմ գնում, չես հասկանում։ Լավ, ես հիմա ինչ պետք է անեմ, ում պետք է գտնեմ, որ քեզ փոխարինի։ Ինձ համար մեկը չես հասկանում։ Բարև ձեզ։ Ողջույն։ Վիճում եք, թե ինձ թվաց։ Ինչ ես ասում։ Մեր կոլեկտիվում նման արատավոր երևույթներ չեն կարող լինել։ Ես ուղղակի Մակարյանին համոզում եմ, որ գնա 8B իր դասը անի, բայց չի գնում մարդը։ Ինչի լիճ եմ կարող քեզ վատ զգում։ Հա, հնարավոր է, մարդ եմ վատ եմ զգում, կլինի գնաք ամեն մեկը ձեր գործին ու ինձ հանգիստ թողնեք, հարցեր չտաք։ Այո, հենց այդպես էլ կանենք։ Ոնց թե։ Ոնց թե տենց կանենք, բա ես ում եմ խնդրելու, ում եմ գտնելու, որ փոխարինի Լիդիային։ Լսի դուխիկ, ոչ մեկին ոչ գտնել, ոչ փնտրել պետք չի։ Ես հիմա ազատ եմ, կգնամ կփոխարինեմ Լիդիային։ Լիդիան, դու մնա հանգստացի։ Հա, երևի հիմա այդ իրան պետք է։ Գնացինք։
Ապրեք երեխաներ։ Շատ հաճելի անակնկալ էր։ Մտեք։ Կարելի է Արեշատյան ջան։ Իհարկե, քեռի թորս։ Ինչ է սա։ Քեզ համար է առաքված։ Ումից։ Առաքիչը բերեց, ասեց, որ Արեշատյանի համար է 11-ի աշակերտների կողմից ու որ հենց 10-ի ժամին պետք է անցնեմ ձեզ։ Այսօր երեխաներս որոշել են օրս անակնկալներով լի դարձնել ու այդպես էլ շարունակում են։ Բա հետո էլ բողոքում են այս երեխեքից։ Ինչի համար են բողոքում չեմ հասկանում։ Լուտեսեք, մեկը մեկից լավն է։ Իրոք որ։ Էլի ինչ-որ բան կա քյորի թորս։ Չէ, ասի մի քիչ ոտս կախկցեմ, տեսնեմ, բացենք, տեսնենք ինչ ա մեջը, իմանանք։ Բայց ես սա հիմա չէի պատրաստվում բացել։ Ես խոստանում եմ հենց իմանամ մեջը ինչ է, անպայման կզանգեմ ձեզ տեղյակ կպահեմ։ Դա եղավ Արեշատյան ջան, ինչ քո աչքով տեսնես, ինչ պատմելով լսես։ Բաց արա, տեսնենք ինչ է, համել երեխեքի հետ կորոշենք, հավանում ենք, թե չենք հավանում։ Վախեցա՞ք մոկիկ։ Քո նման չարիքից ինչպես կարելի է չվախենալ։ Լավ, եթե շատ ես վախեցել, գնամ ջուր բերեմ, հյուրասիրեմ։ Ոչ միայն ջուր, դու ինձ ջուր պետք չէ տաս, գնա։ Աննորմալ ես էլի, հոզորով չի։ Հա, իդեպ այն օրը, որ ինքան աղ էիր կերել, ինչ որ բան եղավ, ինչ որ մեկը եկավ, ջուր բերես, թե միջև Եղել է, մի շատ գեղեցիկ աղջիկ, հրաշք աղջիկ, պարմանուհի էր, գեղեցիկ ժպիտով, կուժը ուսին դրած, եկավ ու հասկացավ, որ ես ծարավ եմ ու կուժը տվեց ինձ, ես էլ խմեցի։ Հիմա ես սպասում եմ մեր ճակատագրական հանդիպման, այո։ Դե որ հանդիպեք զգուշ կլինես։ Որովհետև եթե մի քանի բառ խոսես, դժվար թե այդ աղջիկա մոտ այդ նույն կուժով ցանկություն չառաջանա գլխիդ խփի մի հատ։ Չարիք ես դու, չարիք։ Գնա, հա, գնա, ես գնում եմ։ Գնա։ Միայն թե չիմանա այդ չարիքը, որ այդ ջուր տվողը ինքն է եղել, թե չէ ինձ հանգիստ չի թողնի։ Մարին Կարոյի աղջիկն է, ում Մարիի պես սատանի ճտի պատճառով Էրիկը կարա կորցնի իր հորը։ Ինչ չարկատակ էր, հա? Տիկին առաջեցանք կներեք, բայց պիտի դուրս գան։ Երևի ես էլ գնամ, հա? Լավ գնացի։ Ենթադրում եմ, որ դուք այս ամենի հետ ոչ մի կապ չունեիք։ Ցավում եմ, որ ականատես եղաք։ Հիմա մոռանում եք ինչ կատարվեց ու անցնում եք դասի։ Բացեք դասագրքերը։
Շնորհակալություն Դուխին։ Խնդրեմ Մորքուր ջան։ Գործը այդ վերջացրել ես։ Համարյա։ Ինչ որ բան է պատահել։ Դե հա ուզում էի մի քիչ Մակարյանի մասին խոսեի։ Ինչ է պատահել Մակարյանին։ Ձեռից գնում է։ Նպատում եմ։ Ինչ է պատահել Լիդիայից։ Դեռ չի պատահել, բայց որ սեն շարունակվի, կպատահի։ Այսօր նկատեցի, որ մի տեսակ անդրամադիր էր, լարված, նյարդային, իրա նման չէր։ Իսկ ավելի կոնկրետ Դուխին է։ Դե տես, 8-ի բյում դասի էր։ Ես գնացի, ասեցի, որ գնա դասի, բայց ինքը հրաժարվեց։ Լավ այդ ժամանակ Նահապետյանը եկավ ու համաձայնեց, որ ինքը փոխարինի Լիդիային։ Ինչպես թե հրաժարվեց։ Հենց տենց։ Սկզբում ինձ թվաց զիտավորյալ անում, որ ինձ հունից հանի։ Բայց չէ, հետո հասկացա, որ մի բան այն չի։ Այսինքն ինձ թվում է ամուսնու այս վիճակի հետ է կապված։ Ամուսնու այս վիճակից ստրեսի մեջ է։ Մենք պետք է իրան օգնենք, որ ավելի չխորանա։ Շատ հնարավոր է, որ դու ճիշտ ես։ Լավ, քիչ հետո ես կփորձեմ մտերմիկ զրույց ունենալ նրա հետ։ Չէ, ինձ թվում է իր հետ զրուցել պետք չի, պետք է մի քանի օր թողես տանը հանգստանա։ Կարծում ես դա իրեն կօգնի։ Հա, հաստատ։ Ախր իր տեսքից հիմա երևում է, որ սենց չի քնել, հալումաշա էլի եղել։ Անհանգստանում եմ Լիդիայիս համար։ Բայց անհավատալի է։ Ինչն է անհավատալի։ Այն, որ դու մտահոգվում ես Լիդիայի համար։ Դե հիմա մարդա դեպքա պատահելա այս վիճակում, այս իրավիճակում, ոնց կարող եմ ես ինչ-որ մեկի հանդեպ լինել անտարբեր։ Համաձայն եմ, բայց դու միշտ բացահայտ հակակրանք ես ունեցել Լիդիայի նկատմամբ։ Դե հա, այս պահին ոչ մի բան չի փոխվել։ Ուղղակի ամեն մեկս մի բանով պետք է օգնենք, որ այս վիճակից դուրս գա։ Որքան նման ես ինձ քո բարությամբ, իմ սիրելի Դուխինը։ Ես կփորձեմ Լիդիայի հետ խոսել։ Լավ, ես գնամ իմ գործերով զբաղվեմ, դու էլ Լիդիայի հետ խոսի։ Մար, ախր ինչ ես քեզ նենց սպանում, իբր աշխարհը փուլ է եկել։ Ախր միշտ ոնց չես հասկանում։ Բոլորը իմացան, որ Կարոնի։ Իսկ դու ասում ես հանգստացի։ Ոնց հանգստանամ։ Բայց ես չեմ հասկանում, այս ամենը ում էր պետք, ինչի համար ասենց բան կազմակերպել։ Այդ բահով բան չեմ կարող ասեմ, Մարս, պատկերացում չունեմ ով կարող արած լինի։ Բայց ես քեզ խոսք եմ տալիս, հենց իմացած ձեռիցս չի բրցնելու էդի։ Երեխեքը նենց էին նայում, ոնց որ ազատության մեջ գտնվող հանցագործ լինեի։ Մարս, այդ քեզ ընդհանրապես թվում է։ Իրականում երեխեքն էլ են շոկի մեջ, դե նորմալ է, բայց հավատա ոչ մեկ չի պատրաստվում քննարկի այդ ամեն ինչը ու այդ ոչ մեկին չի վերաբերվում։ Ամենայն դեպս ես թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկը քննարկի։ Միշտ ախր ինչի են սենց բաները իմ հետ կատարվում։ Ախր ոչ ես, ոչ մաման, ոչ մեկին վատություն չեն կարել։ Գիտեմ, Մարս, գիտեմ։ Դու ես անիմաստ կենտրոնանում, հենց այդ է։ Ընդհանրապես պետք չի դրա վրա կենտրոնանալ ու սենց չափազանցնել անհանգստանալ։ Հիմա բոլորը իմացան, որ Կարոնի պապան է։ Իսկ ես չէի ուզում, որ որևէ մեկը իմանա հատկապես դպրոցում։ Ախր Մարս ինչ տարբերություն է, մի հոգի կիմանա թե 10 հոգի։ Կարևորը անկապ չկենտրոնանաս դու դրա վրա։ Միշտ ուզում եմ տուն գնամ։ Էլ չեմ ուզում դպրոցում մնամ։ Եթե մնամ այս դպրոցում գլուխս կպայթի։ Մարս մեծ հանգստացի։ Դու ոչ մի տեղ էլ չես գնա ու ոչ մեկ էլ քեզ չի անհանգստացնի այդ հարցով։ Մոռացի մի հատ։ Ախր միշտ հասկանում ես, հիմա ես մտնեմ դասարան, ինձ բոլորը իրենց հարցերով ավելի են ցավացնելու։ Մար ասում եմ, տես բան չկա։ Հանգստացի մի հատ։ Պատկերացնում եմ, թե մաման իրան ինչքան վատ է զգացել։ Հա, բայց ինչի համար, ոչ դու, ոչ էլ մամատ ոչ մեկի վատություն չեք արել, Մար ջան։ Ընդհանրապես այս լուրը նոր են իմացել, շոկի մեջ էին երեխեքը։ Մի սարքի sense պատմություն, Մարի։ Հանգստացի։ Ես չեմ ուզում դպրոցում մնամ, ուզում եմ տուն գնամ։ Այսինքն, Մար, այդ սարիկայությունը անողին դու ուզում ես տենց հեշտ համոզես, որ հասավ իր ուզածին։
Ինձ մեկա թե անողը ինչ կմտածի։ Մարջան, ախր դու այսքան թույլ աղջիկ չես, է։ Մի հատ փորձի մի քիչ քեզ զսպես։ Համենայն դեպս հիմա էլ չեմ ուզում դպրոցում մնամ ու վերջ։ Լավ, քո ասածը խելքին մոտ է, որ գնաս դպրոցից օրինակ։ Միշտ խնդրում եմ, արի դուրս գանք, արի գնանք քայլենք։ Հիմա եթե դպրոցում մնամ գլուխս կպայթի ուղակի, հասկանում ես։ Այ մարս։ Ալկայ։ Ես գիտեի, որ Մարիին սրանով լավ կցավաստենք։ Լավը այն խոսքը չի։ Նենց էր ներվայնացել, որ թողեց ու դասարանից դուրս եկավ։ Ու էլ հետ չեկավ։ Մերն է նենց էր սփռտնել, որ էլ ասելու չի։ Այդ շատ լավ է։ Չես մտածում, որ կարող է դասարանի երեխեքից մեկի մատնախառես ամեն ինչում։ Դա ուզենա, որ Մարին ու դասարանի երեխեքը ներկա լինեն։ Չեմ կարծում, երեխաներն էլ պակաս զարմացած չէին։ Ու հետո չեմ ուզում հավատալ, որ նրանք նման բան կարող էին անել։ Նա պետք է ստուգեն համոզվել։ Հիմա հասկացա, լսածը իսկապես հնդկական կինո է։ Ուղղակի նոր ես լսել, դրա համար էլ շոկ ես ապրել։ Իսկ դու շոկ չապրեցիր։ Չէ։ Կյանքը այլ է ամեն ինչ էլ կպատահի։ Եթե ուզում ես, կարող եմ նաև մի քանի օրով գամ ձեր տունը մնամ, մինչև Կարոյի այդ վատ վիճակը կանցնի։ Ապրես։ Ապրես։ Լավում մտքով անցած այս տորություն անի։ Ով իմացել է ինքն էլ արել է։ Բայց ով գիտեր, համենայն դեպս ոչ մեկ չգիտեր, որ Մարին Կարոյի աղջիկն է ու որ Էրիկն է։ Մարին քույրու եղբայրն է։ Ես քեզ խոսք եմ տալիս, ձեզ կարողն էլ ապակինվելու, իմ մայրն էլ բարեհաջող ապակինվելու է, Էրիկն էլ վերադառնելու են հայրենիք ու մենք շատ երջանիկ համերաշխ ապրենք։ Լսում ես, չէ՞ ինձ։ Ինչ վստահ ես ասում։ Այսօրվա միջադեպի հեղինակը հաստատ Մար չի։ 100%։